Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 21-ն է, շատ կարևոր հաղորդում է, մեծ ծավալուն հաղորդում է, դրա համար կխնդրեի լցվել համբերությամբ։ Մենք բավականին մեծ ծավալի քննարկման նյութ ունենք, շատ հանգիստ ռեժիմով ենք այսօր փորձելու քննարկումը մեր անցկացնել, շատ իրոք հարցեր են հավաքվել հատկապես Ռուսաստանի սպառնալիքները հերթով տարբեր ձևի եւ արդեն կոնկրետ գործողությունները, որոնք որ արդեն սկսեց Ռուսաստանը իրականացնել, այդ հարցերը կքննարկենք, կանդրադառնանք Հայաստանի ներքաղաքական պայքարին, լարվել է իրավիճակը նաեւ Հայաստանում, ներքաղաքական դաշտում եւ կարող եմ մենք բոլորս ականատես լինենք շատ լուրջ փոփոխությունների եւ որոշումների Հայաստանի իշխանությունների կողմից։ Այդ հրապարակումը, փաստացի ինսայդերի հրապարակումը շատ մեծ իրարանցում է առաջացրել թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, հայ-ռուսական հարաբերությունների մեջ, չնայած այդ ամենից նաեւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը կարծես թե պատրաստ էր այդպիսի հրապարակումներին եւ այդ հրապարակումներից հետո անցել է կտրուկ հարձակման Հայաստանի ուղղությամբ։ Կքննարկենք նաեւ միջազգային կարևոր անցուդարձը, այդտեղ էլ բավականին կարևոր հարցեր ունենք քննարկելու, քանի որ Իրանի շուրջ իրավիճակը շատ ակտիվ փոփոխության է ենթարկվել, դրանից բացի տեսնում ենք, որ Կուբայի շուրջ նույնպես։ Իմիջայլոց ռուս-ուկրաինական պատերազմում եւս կարող է լինեն շատ լուրջ նորություններ, նեգատիվ նորություններ Բելարուսի ուղությունից, Ռուսաստանի մտադրություններից արդեն ՆԱՏՕ-ն է սպառնացել Ռուսաստանին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, քանի որ զգացվում է Ռուսաստանի լարվածությունը եւ կան նաեւ որոշ նախանշաններ, որ Ռուսաստանը կարող է փորձել նույնիսկ ատոմային զենք կիրառել։ Անպայման կոչ եմ անում լայքել սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, կրկնեմ, փորձենք ավելի հանդարտ ռեժիմով անցկացնել մեր հաղորդումը, քանի որ ի վիճակի չեմ այս մեծ ծավալի նյութը ներկայացնել շատ արագ։ Ուրեմն, ինսայդերի հրապարակումներից հետո եւ ոչ միայն Հայաստանում հետաքրքիր իրարանցում սկսվեց։ Մենք 3 ժամանակ չունեցանք այս հարցերին անդրադառնալու, բայց այսօր նրանք իրենց ակտուալությունը չեն կորցրել, փաստացի երբ որ պարզ դարձավ Նարեկ Կարապետյանի մասին, որ նա եւս ունի Ռուսաստանի քաղաքացիություն, քրեական գործ հարուցվեց։ Ոչ միայն Սամվել Կարապետյանը փաստացի ունի Ռուսաստանի քաղաքացիություն, այլ նաեւ Նարեկ Կարապետյանը այդ տեղեկությունների համաձայն դրա համար ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցում եւ ինչ է դուրս գալիս այստեղից, որ առաջին երկրորդ համարները ուժեղ Հայաստանի իրավունք չունեին ընդհանրապես առաջադրվելու եւ եթե Նարեկ Կարապետյանը առաջադրվել է հատուկ խախտելով Հայաստանի օրենքը, նաեւ մոլորության մեջ գցելով Հայաստանի քաղաքացիներին, փորձելով օրենքը խախտելով գալ իշխանության, սա բավականին լուրջ անցանք է եւ եթե այս հարցերը քննության ընթացքում պարզվի, որ դա այդպես էլ կա, ես նաեւ չեմ բացառում, որ ընդհանրապես կարող է գարանցումից հանեն ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Իմ պատկերացմամբ, կարծում եմ հիմա դա սկզբից պետք է ասել, այդ կերպ կլուծվի նաեւ ռուսական ընդդիմության հարցը, ռուսական սպառնալիքների հարցը նույնպես։ Տեսնում եք, Ադրբեջանում չկա պրոռուսական ընդդիմություն եւ Ռուսաստանը չի կարող այդ ձև սպառնալ Ադրբեջանին։ Հայաստանում կա այդպիսի ընդդիմություն եւ Ռուսաստանը ամեն օրվա ռեժիմով սպառնում է, իսկ Գալուզինը խոսում է այն մասին, որ Նարեկ Կարապետյանը չունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Ռուսաստանի փոխարտգործ նախարարը խոսում է այն մասին, որ Նարեկ Կարապետյանը չունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Պատկերացնում եք, Նարեկ Կարապետյանը պաշտոնյա չէ, իսկ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը խոսում է Նարեկ Կարապետյանի մասին եւ արդարանում է իր փոխարեն, ասելով, որ նա չունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Այդ մասին
կարծում եմ մանրամասն քիչ հետո կխոսենք, բայց սա շատ կարևոր էր ասել հենց սկզբում։ Եվ դրանից բացի ես գրեթե համոզված եմ, որ թե եվրոպացիները եւ թե Հայաստանի հասարակությունը միանշանակ գոհ կլինեն, եթե այդ պրոռուսական ընդդիմությունը ընդհանրապես կողքի նետվի եւ Հայաստանի խորհրդարանում այս ընտրությունների արդյունքներով կարողանան անցնել այլ առողջ քաղաքական ուժեր։ Իմ պատկերացմամբ հավանականությունը բավականին մեծ է, որ Հայաստանի իշխանությունները դիմեն այդ քայլին։ Կարող է մի 5000 հոգի դուրս գան ի աջակցություն ուժեղ Հայաստանի, լավ թող 7000 դուրս գան, մեծ հաշվով բան չի փոխվելու։ Մի փոքր ավելի կլարվեն հայ-ռուսական հարաբերությունները, իսկ ընտրություններից հետո Ռուսաստանը ինքը շահագրգռված կլինի վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հենց բացի մենք ստանում ենք լրացուցիչ տեղեկություններ, հայկական արդեն կայքերի միջոցով եւ փաստերի ստուգման հարթակի միջոցով այն մասին, որ Սամվել Կարապետյանը իր քաղաքացիությունը ստացել է, ռուսական քաղաքացիությունը 90-ական թվականներին, այն ժամանակ, երբ որ Հայաստանի օրենքով արգելված էր լինել երկքաղաքացի։ Այսինքն այստեղ եւս կա շատ լուրջ խախտում ըստ այդ հարթակի, եւ Սամվել Կարապետյանը խախտել է Հայաստանի օրենքները եւ հետեւաբար կարող է Սամվել Կարապետյանը նաեւ զրկեն Հայաստանի քաղաքացիությունից։ Այսինքն դրա հիմքերը եւս կարծես թե առաջանում են։ Բավականին ծանր է եւ բարդ է ուժեղ Հայաստան կոչվող այդ ուժի վիճակը իմ պատկերացմամբ։ Եվ քանի որ կրկնեմ, իմ համոզմամբ Հայաստանի իշխանությունները կստանան ջախջախիչ մեծամասնություն իշխանություն խորհրդարանում կրկին, ապա հարցը հիմա պրոռուսական ընդդիմություն ունենալու մեջ է։ Պրոռուսական ընդդիմություն ունենալու մեջ է, քանի որ ժողովուրդը պահանջում է ուրիշ բան։ Նիկոլ Փաշինյանի ժողովուրդը պահանջում է ուրիշ բան, եւ ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովուրդն է պահանջում դա, այլ նաեւ եվրոպացիները միանշանակ նման ակնարկ արած կլինեն, եւ դրանից բացի Նիկոլ Փաշինյանը սկսել է կամաց հասկանալ, որ ռուսական ամենաուժեղ ազդեցության լծակից Հայաստանի վրա իր վրա անձամբ պետք է ազատվել։ Ես նաեւ շատ անկեղծությամբ կուզենամ, որ դա այդպես լինի, եւ պատկերացնում եմ, որ նորմալ մարդու համար, նորմալ իշխանության համար, նորմալ վարչապետի համար նա այդպես պետք է ընթանան իր մտքերը։ Իր մտքերի ընթացքը այդպեսին պետք է լինի։ Եվ ես շատ հույսով եմ, որ այդ հայտարարությունները, որոնք որ անում է Նիկոլ Փաշինյանը, հենց դրա մասին են վկայում։ Եվ խնդրեմ, փորձենք նաև մեջբերել Նիկոլ Փաշինյանի խոսքերը որպես ապացույց։ Կոնկրետ դրա մասին չի խոսում, բայց ակնարկը շատ հստակ է։ Նրա խոսքերով մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով մարտի 1-ի գործը պետք է կատարածվի։ Ռոբերտ Քոչարյանը պետք է երկար տարիներով բանտ նստի։ Սա արդեն անոնսավորում է հետագա գործողությունների։ Սամվել Կարապետյանը որպես փողերի լվացող, մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող պետք է երկար տարիներ բանտ նստի։ Կատակերգությունը ավարտված է։ Նա նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին, Միչայլոց Փաշինյանի հայտարարություններով ինսայդերի հրապարակումները ճիշտ են եւ նրանց նա անվանում է արդեն գործակալ։ Հիմա տեսնում ենք, որ Արարատ ցեմենտը նույնպես վերցնում են Գագիկ Ծառուկյանի ձեռքից եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանքները նույնպես բավականին մեծ են։ Եվ այդ ամենը, այդ նոր բառապաշարը շատ խիստ եւ կոնկրետ ազգանուններով, մեղադրանքներով, լուրջ պետական փաստացի դավաճանության մեղադրանքներով այդ բառապաշարը ես կարծում եմ, որ Փաշինյանը պետք է կատարածի։ Հակառակ պարագայում ժողովուրդը միանշանակ պահանջելու է նրանից դա եւ շատ խիստ ձևով կարող է ժողովուրդը դա իրենից պահանջել։ Բայց քանի որ հիմա Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հայտարարությունները խառնվել են նաեւ արտաքին քաղաքականության հետ, Փաշինյանը ստիպված է անել հայտարարություններ Ռուսաստանի ուղղությամբ
Եվ 3 ինքը փորձում էր արդարանալ, որ լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, որ 2018 թվականից ինքը 200 հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ է, եւ Փաշինյանը ասում է, որ Ռուսաստանը գերտերություն է եւ պետք է հարկանքով մոտենալ Ռուսաստանին եւ ինքը այդպես էլ վերաբերվում է Ռուսաստանին, Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միշուստինին եւ Փաշինյանի խոսքերով Հայաստանը ոչինչ չի արել եւ չի անելու ընդդեմ Ռուսաստանի շահերի, իհարկե Հայաստանի շահերը վեր է դասելու ամեն ինչից, այսինքն այն խնդիրները, հակադրությունները, որոնք որ կան, պայմանավորված են Հայաստանի շահերով, ասում է Փաշինյանը, հասկացնում է. Եվ ահա այդտեղ, երբ որ մենք առաջնորդվում ենք Հայաստանի շահերով, արդեն հաշվի չենք առնում այդ գերտերության շահերը։ Իրականում շատ հետաքրքիր, կարևոր եւ այս նախընտրական փուլում շատ ճիշտ հայտարարություններ են Փաշինյանի հայտարարությունները, բայց ցավոք սերտի բայցը մեծացավ, քանի որ ես միշտ կարծում էի, որ նման հայտարարություններով կարելի է մեղմել իրավիճակը, կարելի է փոխել Ռուսաստանն էլ է փոխվել փաստացի։ Եթե նախկինում Սաակաշվիլին սխալ հայտարարություններով բորբոքում էր Ռուսաստանին կամ Մոլդովայից կամ Ուկրաինայից բորբոքում են Ռուսաստանին, ապա Հայաստանի իշխանությունները շատ ճկուն քաղաքականություն են բեռնել, բայց ռուսները հասկացան, որ հայտարարություններով չէ, գործողություններով է եւ Փաշինյանը տանում է Հայաստանը դեպի անկախություն եւ դուրս է բերում Հայաստանը ռուսական գուբերնիայի կարգավիճակից, դրա համար կատաղել են եւ չեն ուզում հաշվի առնել նույնիսկ այդպիսի հայտարարությունները։ Ներեք Շոյգուն սպառնալից հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի նկատմամբ։ Սպառնալից հայտարարություններ, որոնք որ ցույց են տալիս, թե գործնականում ինչ կարող է անել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ Շոյգուի խոսքերով Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը վերջերս ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք որ անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է, ասում է Շոյգուն, եւ հետո արդեն սկսում է կոնկրետացնել, թե ինչի նկատի ունի նա։ Նրա խոսքերով Հայաստան Ռուսաստանից ստանում է գազ, ալյուր, ցորեն, բենզին եւ շատ ուրիշ բաներ, դրանց բացի իր պնդմամբ հայկական գյուղատնտեսական ապրանքների 98%-ը գնում է Ռուսաստան, 78% ալկոհոլը, 78% սպիրտային խմիչքների արտահանումը գնում է նույնպես Ռուսաստան, իրենց քաղաքացիները Հայաստանի քաղաքացիները, այսինքն ես ռուսերենից փորձում եմ կարդալ, դրա համար սինխրոն թարգմանել մի փոքր բարդանում է, ուրեմն Հայաստանի քաղաքացիները, որոնք որ անխոչնդոտ աշխատում են Ռուսաստանում, ուղարկել են Հայաստան 2025 թվականին 3.9 միլիարդ դոլար, մոտ 4 միլիարդ դոլար, Շոյգուի պնդմամբ դրանից բացի 2025 թվականին ռուսական տուրիզմը, ռուս տուրիստներն են 40% ռուս տուրիստներ են այցելել Հայաստան, այսինքն 40% Ռուսաստանից են եղել։ Դրանից բացի Հայաստանը հաշվի չի առել այս ամենը իր պնդմամբ եւ 2020-26 թվականին հաստատել է մի շարք հարաբերություններ, խորը հարաբերություններ, ռազմավարական հարաբերություններ կներեք մի շարք երկրների հետ, որոնք որ թշնամական են վերաբերված Ռուսաստանի նկատմամբ, այսինքն տեսնում եք հատուկ կետով սա նկատել է Ռուսաստանի Դաշնությունը, Շոյգուն, որ մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատում որպես անկախ եւ սուվերեն պետություն, դա իրենց դուրս շատ ու շատ չի գալիս, դրա համար Հայաստանը 30 տարի ոչինչ չէր անում։ Եվ իրենք ասում են, շեշտում են կոնկրետ որ 20-26 թվականին մի շարք երկրների հետ դուք հաստատել եք ռազմավարական հարաբերություններ, Զելենսկիին հարթակ եք տվել Հայաստանում խոսելու եւ դա անհարքանք է այն հայերի նկատմամբ, որոնք որ պայքարել են նացիզմի դեմ, իբր ուկրաինացիները չեն պայքարել նացիզմի դեմ, абսուրդ։ Ամենաառաջի գծում հենց Ուկրաինան է եղել եւ ոչ թե Ռուսաստանը։ Պայքարի մեջ նացիզմի դեմ, դե լավ, այս հարցին չեմ ուզում երկար անդրադառնալ։ Հետո ինչ է ասում Շոյգուն, վերջ ավելի հետաքրքիր է հայտարարությունների
որ հայ-ռուսական հարաբերությունները ժողովուրդների միջև ամուր են եւ իրեն շնորհիվ է, որ Հայաստանը կարողացել է պահպանել իր անկախությունը, սուվերենությունը 1990 թվականին։ Այսինքն ասում են մեր շնորհիվ է, որ դուք կարողացաք պահպանել ձեր անկախությունը, բայց իրականում իրենց ճակերտավոր շնորհիվ էր, որ մենք Արցախյան հարցը վերջնականապես չլուծեցինք։ Այլ ձև կարելի էր լուծել, եթե Ռուսաստանի Դաշնությունը չկանգնեցներ հայկական զորքերը, բայց մենք իրականում այդ ժամանակ Ռուսաստանի պատճառով կանգնեցինք եւ հիմա եւ խնդիրներ ունեցանք, այսօր էլ դիպված եղանք թողնել Արցախը, իրականությունը դա է։ Նրանց բացի Շոյգուն նաև պարզաբանել է, թե ինչ պայմաններում միայն կարող է թույլ տալ Հայաստանից Ծիրանի, Ձկան, ինչպես նաև հանքային ջրի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Պահանջներ է փաստացի արդեն Շոյգուն ներկայացնում Հայաստանին, սպառնալիքներ եւ պահանջներ։ Նրանց բացի շատ կարևոր է անդրադառնալ նաև Ռուսաստանի արտգործ նախարարության հայտարարության։ Շատ ունենք խոսելու բան։ Ռուսաստանը բոլոր ֆրոնտերով փաստացի հիմա հարձակվել է Հայաստանի վրա տեղեկատվական դաշտում, քաղաքական դաշտում հայտարարությունների մակարդակով եւ իրենք կատաղել են ինսայդերի հրապարակումներից եւ ասում են, որ դա սուտ է, անհետեցություն է, դա չի համապատասխանում իրականության։ Իրականում այդ ամեն հրապարակներ են եվրոպացիները, հատուկ ագա հիբրիդային խումբը նոր առաքելությունը ձևավորելով Երևանում եւ նրանք ասում են, որ ահա մենք երբ որ զգուշացնում ենք, որ սեփ կխրեն հայ-ռուսական հարաբերությունների մեջ, հենց դա է, այդ սուտ տեղեկություններով արդեն սկսվել է գործընթացը, փորձում են սեփ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Այսինքն ամեն ձևով Ռուսաստանի Դաշնությունը հերքում է, սպառնում է, ասում է, որ Հայաստանը սխալ ուղիով է ընթանում, նման տեղեկությունները կեղծ են, թե Սամվել Կարապետյանի մասով, թե Նարեկ Կարապետյանի մասով արդեն նշեցի Գալուզինն է խոսել փոխարտգործ նախարարը, ամեն գնով ամեն ձևով հերքում են եւ դրա հետ մեկտեղ կրկին սպառնում են։ Մեծ հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործ նախարարությունը։ Եվ սա էլ վերջը չէ։ Մենք տեղեկանում ենք նաեւ Ռոսսելխոզնadzորից այն մասին, որ մայիսի 22-ից սահմանափակումներ կմտցվեն Հայաստանի ծաղիկների ներմուծման վրա։ Այսինքն գործնական արդեն քայլերը Ռուսաստանի Դաշնությունը իրառում է մինչև ամսի 7-ը, մինչև ընտրությունները, որպեսզի մաքսիմալ ձևով փորձեն ազդել, վախեցնել Հայաստանի հասարակությանը, վախեցնել եւ ստիպել քվեարկել ընդդեմ Հայաստանի իշխանությունների։ Իրականում Գոլուզինը բավականին երկար հայտարարությամբ է հանդես եկել, արիք մի քանի թեզերին ամեն դեպքում անդրադառնանք։ Նրա խոսքերով Հայաստանի Եվրամիության անդամակցության գայթակղությունը դա պոպուլիստական կատեգորիա է։ Այսինքն Եվրամիությունը չի պատրաստում Հայաստանը ընդունել իր շարքերում, բայց մենք հասկանում ենք աշխարհաքաղաքական կարևորությունը Հայաստանի եւ դա բացեբաց պարզ ձևով մեզ բացատրում են եվրոպացիները, թե հիմա ինչու է Հայաստանը իրենց համար գրավիչ դարձել։ Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, իսրայելա-իրանական, ամերիկա-իրանական պատերազմի պատճառով ճանապարհները հաստատի փակ են եւ ամենակարևոր եւ հուսալի կարևոր ճանապարհը հիմա անցնում է Հայաստանով։ Եվ դրա համար, եթե Հայաստանը համապատասխանի եվրոպական ստանդարտներին, ես կարծում եմ, որ այս հարցը բավականին շուտ կարելի լուծել։ Բավականին շուտ, երբ ասում եմ, բնականաբար 1-2 տարում չի ստացվի, բայց 5-6-7 տարում միանշանակ շատ հնարավոր է։ Նաև Գալուզինը ասում է, որ այն հնարքները, ինչ հիմա Եվրոպան օգտագործում է Հայաստանի նկատմամբ, նրանք դա կիրառել են Ուկրաինայի, Մոլդովայի նկատմամբ նույնպես։ Իմիջայլոց Գալուզինը որպես փոխարտգործ նախարար է արել այս հայտարարությունը, իսկ արտգործ նախարարության հայտարարության մեջ նույնը կա, այսինքն սա իրենց քաղաքականության մաս է դառնում, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, ընտրությունների ժամանակ նույնը Եվրոպան անում է հիմա Հայաստանում։ Գալուզինը նաև կրկնում է, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է, Հայաստանը չի կարող միաժամանակ ապրել երկու հարսանիքների ժամանակ։ Դե սա պարզ է,
պարզ է եւ փորձում են, որ Հայաստանը շատ շուտ կողմնորոշի, բայց այս հայտարարությունները կրկնեմ ընտրություններից առաջ հատուկ գույն են ստանում, հատուկ երանգներ են ստանում եւ ընտրություններից հետո մի փոքր կարող է այլ ձևով արվեն կամ այլ հաճախականությամբ արվեն նման հայտարարությունները։ Նրանք փորձում են նաեւ սրանով ազդել ոչ միայն Հայաստանի հասարակության վրա, այլ նաեւ Փաշինյանի վրա նույնպես։ Հայաստանից բացի Գալուզինը անդրադարձել է նաեւ կենտրոնական Ասիային, այսինքն որ ընդհանուր համատեքստը հասկանանք, շատ կարևոր է այս հայտարարությունը նույնպես անդրադառնալ, քանի որ Գալուզինը իր խոսքում ասում է նաև արևմտյան երկրները ջանքեր են գործադրում Ռուսաստանի կենտրոնական Ասիայից դուրս մղման համար։ Հատուկ մետաղներից է խոսում եւ այն ամենից, ինչ իր կարծիքով իրականացնում է Միացյալ Նահանգները, Եվրոպան, որպեսզի դուրս մղեն Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ այստեղ ուզում եմ գալ Գալուզինի սկզբի հայտարարությանը, քիչ առաջ որ ասում է ինքը, երբ որ ասում էր, թե դա հեքիաթ է, ձեզ չեն ընդունի Եվրոպա, սա ուղղակի հայտարարություններ են։ Հիմա երբ որ ինքը խոսում է կենտրոնական Ասիայից, ինչպես են փորձում Ռուսաստանին դուրս մղել կենտրոնական Ասիայից, հատուկ մետաղներից է խոսում, այստեղ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է Հայաստանը, քանի որ Հայաստանով է անցնելու այդ ճանապարհը եւ իրենք ոչ միայն Հայաստանով են փաստացի մտահոգված, այլ նաեւ կենտրոնական Ասիայի երկրներով եւ նրանով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան բավականին լուրջ աշխատանք են տանում նաեւ կենտրոնական Ասիայի երկրների ուղղությամբ նույնպես։ Եվ վերջում հայ-ռուսական հարաբերություններից կարելի է անցնել մի կարևոր հայտարարության Մարգարիտա Սիմոնյան կոչվածի հայտարարությանը, որը որ նա արել է իրենց հեռուստաընկերության եթերում, հաստատի այդ կինը ԴՆԹ փորձաքննության միջոցով, հետազոտությունների միջոցով պարզել է, որ նրա արյան, նրա գենետիկայի ընդամենը 18%-ն է հայկական։ Ինչը բնականաբար կարծում եմ մեզ համար շատ ուրախալի է, քանի որ հայկական նորմալ ԴՆԹ-ով կինը չէր կարող այդքան հակահայկական լինել, իսկ այս Մարգարիտա Սիմոնյան կոչվածը իրականում Սիմյոնովա Մարգարիտան հաստատի դուրս է գալիս, որ հայ չէ եւ սրանով մենք ընդհանրապես կարող ենք փակել այդ հարցը։ Սա ինքնախոստովանություն էր, որ իր ԴՆԹ թեստերի միջոցով պարզվել է, որ ընդամենը 18%-ն է իր արյան մեջ հայկական արյուն։ Ինչի կապակցությամբ իհարկե ես մեզ բոլորիս շնորհավորում եմ։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը նույնպես։ Քանի որ նույնպես սա շատ կարևոր է իմ համոզմամբ։ Ուրեմն Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Եվ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշում է, որ Թուրքիան շատ կարևոր գործընկեր է Եվրամիության համար տարածաշրջանում եւ այդ հայտարարությունից պարզվում է, թե ինչպես է տեսնում Թուրքիայի դերը Եվրոպան։ Եվ Թուրքիայի դերը նույնպես շատ կարևոր ճանապարհ լինելու մեջ է Եվրոպայի եւ Ասիայի միջև։ Ինչ քիչ առաջ մենք խոսում էինք փաստացի Գալուզին նոր մտահոգված էր կենտրոնական Ասիայի երկրներում արևմուտքի ակտիվությամբ, առանց Թուրքիայի դա չի կարող տեղի ունենալ։ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Կասպից ծովը շատ կարևոր դեր ունեն այդ ամենի մեջ եւ դրա համար Ուրսուլա ֆոն դեր Լայենը փորձում է ճշտել Թուրքիայի դիրքորոշումը, անընդհատ են ճշտում, անընդհատ են կապի մեջ, բայց այդ հայտարարություններով մենք կրկին ու կրկին այդ ամենի մեջ համոզվում ենք։ Հենց բացի Գերմանիայի կանցլերը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի մասով, ասելով, որ իրենք պետք է օգնեն Թուրքիային ավելի շատ կարևորելու Թուրքիայի դերը Եվրոպայում, ակնարկներ կա փաստացի, որ իրենք օգնելու են նաև անդամակցության հարցում կամ ավելի մոտ դառնալու Թուրքիայի մոտ լինելը Եվրոպային, այդ հարցում են ավելի շատ օգնելու Թուրքիային, բայց ընդհանուր կարծում եմ իմաստը բոլորի համար պարզից պարզ է։ Իրանի մասով Թրամփ ասում է, որ մենք շատ մոտ էինք հարված հասցնելու, բայց վերջի պահին իրեն համոզել են, ասել են, որ բանակցություններ կան, արիք հարվածը չհասցնենք, իմիջիայլոց կան նաև խոսակցություններ այն մասին, որ
իբր Պարսից ծոցի երկրների ղեկավարները, Պարսից ծոցի երկրները չեն խնդրել Թրամփին հետաձգել հարվածը Իրանի ուղղությամբ, Թրամփը այդտեղել է կարծես ստել մինչև վերջ պարզ չէ։ Վենսն է արել հայտարարություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը ասում է, որ շատ դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում Իրանի շուրջում, հետ է սպառնացում, ինչ է սպառնացում, ինչ է պայմանավորվում։ Եվ այս ամենը իրոք վկայում է այն մասին, նաև Թրամփի հայտարարությունները, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել։ Նետանյահուի մասով է անում հայտարարություններ Թրամփը, թե իբր ինքը ինչ ասին Նետանյահուն անելու է, բայց կան տեղեկություններ, որ վերջին հեռախոսազրույցից հետո 2 օր առաջ տեղի ունեցած Նետանյահուն մի փոքր մտահոգ էր, քանի որ Նետանյահուն ուզում է, որ շատ արագ հարվածը հասցվի Իրանին, իբր Թրամփը չի ուզում, բայց հայտարարություններով այլ բան է երևում։ Ինձ դժվար է մեկնաբանել Թրամփի գործողությունները, հայտարարությունները, հատկապես հայտարարությունները, ուղղակի խոսում ենք այն ինչ կա, մնացածի մասին կխնդրեի անպայման դուք ինքներդ անեք ձեր ենթադրությունը, բայց Իրանում էլ են լուրջ վերաբերվում այնուամենայնիվ պատերազմի վերսկսմանը, կա հաղորդագրություն, որ Մոջտաբա Խամեյնին, այսինքն Իրանի հոգևոր նոր առաջնորդը, որին որ ոչ ոք չի տեսել պատերազմից հետո, հայտարարել է, որ իրենք պատրաստ են նոր ճակատներ բացել։ Եթե պատերազմը սկսվի Իրանի դեմ, ապա իրենք ուսումնասիրել են, քննարկել են եւ գտել են հնարավոր նոր ճակատների բացման հնարավորությունները այնտեղ, որտեղ որ իրենց թշնամիները շատ թույլ են։ Իմիջայլոց նման ոճի հայտարարություններ արել նաեւ Իսլամական հեղափոխության կոպուսի պահապանների ջոկատը 15 գործակալության հաղորդագրության համաձայն իրենք էլ ասում են, որ այս անգամ պատերազմը դուրս է գալու մեր տարածաշրջանից, այսինքն մերձավոր արևելքից դուրս է գալու այս պատերազմը։ Եթե հարձակվեն Իրանի վրա շատ հետաքրքիր է այս հայտարարությամբ փաստացի դուրս է գալիս, որ Իրանը ասում է, որ մենք կհարվածենք այլ տեղեր։ Այսինքն եթե այն հրթիռները ունեին, հերահար, եթե ունեն կամ փոխել են արդեն նրանց կամ հասցրել կարողացել են փոխել այդ հրթիռների կարգավիճակը, ապա կարող են նաև սպառնալ Եվրոպային եւ Եվրոպայի ուղղությամբ նույնպես փաստացի հրթիռներ արձակեն։ Հակառակ պարագայում ես այլ կերպ չեմ պատկերացնում, եթե ոչ Եվրոպայի ուղղությամբ կամ կրկին Կիպրոսի ուղղությամբ, ապա ուր են արձակելու այդ հրթիռները։ Իսկ հրթիռներից եւ անօդաչու սարքերից բացի իրենք կարծես թե ոչինչ այլ չունեն։ Եվ ահա այս ֆոնին սիրելի հայրենակիցներ, Մերցը կտրուկ փոխում է իր դիրքորոշումը, ասում է, որ իրենք թույլ են տալիս Գերմանիայի զինված ուժերին փաստացի մասնակցել Հորմուզի նեղուցի բացման գործողություններին ռազմական, եթե նման բան փաստացի տեղի ունենա, հիմա սկսվի, ապա Մերցի հայտարարությամբ իրենք կարող է եւ մասնակցեն եւ շատ հստակ հայտարարում են, որ Գերմանիան կարող է նաեւ ռազմական օգնություն տրամադրի այս հարցի համար նույնպես։ Մենք նաեւ 2 օր առաջ տեղեկացանք այն մասին, որ Սենատը քննարկում է, Կոնգրեսը եւ Սենատը սահմանափակելու Միացյալ Նահանգների նախագահի հնարավորությունները եւ ռազմական գործողություններ վարելու իրավունքը ընդդեմ Իրանի, այդ դա պետք է անցնի նախ չմեն կոնգրեսով, սենատով, ապա նաեւ Թրամփը պետք է դա ստորագրի, իսկ Թրամփը ամենայն հավանականությամբ եթե դա Թրամփին հասնի, վետո կկիրառի։ Արաքչի հայտարարություններն են շատ հետաքրքիր։ Իրանի արտգործնախարարը ասում է, որ կոնգրեսի այդ հաստատի քննարկումները, որոշումները ավելի պարզ են դարձնում հասարակության համար այն, ինչ իրենք պնդում էին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմաթիվ ինքնաթիռներ են կորցրել, միլիարդավոր դոլարների վնաս ունեն, իրենք առաջին անգամ կարողացել են խփել F-35 ինքնաթիռը, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համարում էին, որ անխոցելի է, եւ Արաքչին նույնպես ակնարկներ է անում, այնպիսի ակնարկներ, որը որ արել է Իրանի հոգևոր առաջնորդը եւ Իսլամական հեղափոխության կորպուսի պահապաններն են արել։ Այսինքն նոր սուրպրիզներ, նոր անակնկալներ կսպասեն ճշնամուն, եթե իրենք հարձակվեն Իրանի վրա։ Կուբայի մասով նույնպես անհանգիստ է, Reuters-ի տեղեկություններով
Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը արդեն մեղադրանքներ առաջադրում Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի նկատմամբ։ Թրամփը նաև իր սոցիալական ցանցում մի հրապարակում է արել, որտեղ որ պատկերված է Մոդուրոն, Վենեսուելայի նախկին նախագահը, ում առևանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ալի Հոմենին, ում որ ոչնչացրեց Միացյալ Նահանգները այս պատերազմի ժամանակ ընդդեմ Իրանի, եւ այդտեղ նաև պատկերված է Էլի Ահաբեկիչ է պատկերված, որին որ վերջերս ոչնչացրին, ինչպես նաև պատկերված է Ռաուլ Կաստրոն։ Չնայած Թրամփը ասում է, որ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, այսինքն Թրամփը հակասական հայտարարություններ է անում, բայց շատ լարված է, իրոք լարված է Կուբայի շուրջ։ Եվ կա այնպիսի վարկած, որ եթե հիմա պատերազմը սկսվի ընդդեմ Իրանի, այդպիսի կարծիք էլ կա փորձագետների շրջանում, ապա հնարավոր է Կուբան եւս ակտիվանա եւ Կուբայից փորձեն հարվածներ հասցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությամբ, հատկապես այդ անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնց մասին խոսվում է, թե իբր, քանի որ 100%-ով ոչ ոք չգիտի, 300 անօդաչու թռչող սարքեր են տրամադրել թվով 300 Ռուսաստանը եւ Իրանը Կուբային։ Ուկրաինայի ճակատում նույնպես ամեն ինչ հանգիստ չէ։ Ռուս-ուկրաինական պատերազմից մեծ զորավարժություններ է անցկացրել Ռուսաստանը Բելարուսի հետ։ Շատ է խոսվում այն մասին, որ կարող է հիմա երկրորդ ճակատը բացվել Բելարուսիայի ուղղությունից, դրա մասին խոսել ենք եւ ուղղություն վերցնել Կիևի վրա, փորձեն շատ արագ կրկին գրավել Կիևը։ Կան տեղեկություններ, որ ուրանով ինչ որ անօդաչու թռչող սարքեր են օգտագործել ռուսները, ճիշտ ասած ռազմական փորձագետ չեմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը, շատ կարճ հաղորդագրություններ, բայց դրանից հետո մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը այն մասին, եթե Ռուսաստանը ատոմային զենք կիրառի, ապա պատասխանը կործանարար կլինի Ռուսաստանի համար։ Եվ նա ասում է, որ իրենք էլ դա շատ լավ գիտեն, եթե նման բան անեն, ապա պատասխանը կործանարար կլինի Ռուսաստանի համար։ Ես կարծում եմ, սա վերաբերվում է ոչ միայն Ուկրաինային, այլ այդ զորավարժություններին, փորձարկումներին, որոնց մասին հիմա խոսում է ամբողջ Ռուսաստանը եւ հատկապես փորձում է պարծենալ Վլադիմիր Պուտինը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։